Պետականության կառուցումը այսօր մեզ համար բացարձակ առաջնահերթություն է։ Ազգային ժողովում կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման մասին եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց միթե անկախությունից 34 տարի անց էլ պետականության կառուցումը կարող է լինել առաջնահերթություն։ Այո, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն ինքնին պետության, այլև նրա էության, նպատակի ու բովանդակության մասին է։ Վարչապետը թեմայի ևս մեկ շերտի անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում՝ երրորդ հանրապետության բովանդակային էությանը։ Խնդիրն այն է, հարգելի ներկաներ, որ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով։ 1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը եւ ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը, անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։ Հետագայում էլս նրա կառուցել ենք պետության մի մոդել, որն առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը եւ հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։ Ընդ որում այդ մոդելի ու նպատակադրման հետ ըստ Փաշինյանի հաշտ է եղել առնվազն մեծամասնությունը, նաև ինքը, մինչև այն պահը, երբ որպես Հայաստանի վարչապետ հասանելիություն է ստացել փաստերին ու տեղեկություններին եւ աստիճանաբար հասկացել, որ մի շարք արտաքին դերակատարների համար էլ Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա եւ մեր պետականությանը վերջ դնելու համար։ Այդ վերջնանպատակի իրագործումը մեկնարկած է եղել արդեն 2018 թվականին։ Այդ նպատակի իրագործումը եզրափակիչ փուլ մտավ 2020-ի սեպտեմբերին եւ գագաթնակետին հասավ 2021 թվականի մայիսին եւ այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաեւ Հայաստանում եւ այդ գործակիցները կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարեւոր եւ ոչ թե անկախությունն ու պետականությունը։ Դաշնակցության այդքան քննարկված 004 շրջաբերականը, հոգևոր հայտնի անձանց այստեղ մեջբերված հարցազրույցները, Հայաստանի նախկին ղեկավարության հայտարարությունները այս ծիրի մեջ են, այս տրամաբանության մեջ։ Այսօր ահա գաղափարական այս դարակազմիկ բախման երկրորդ արարն է տեղի ունենում։ Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Մենք սա ցավոք շատ ուշ ենք հասկացել։ Իսկ ընդդիմությունն ըստ էության ասում է, որ Հայաստանի պետականությունը մի նպատակ եւ իմաստ է ունեցել եւ ունի։ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել, անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա։ Կառավարող քաղաքական ուժի որդեգրած ռազմավարությունն ըստ Փաշինյանի այն է, որ Հայաստանը ոչ թե Ղարաբաղի կամ ինչպես ասում են, մեկ այլ ազատագրական հարցի լուծման գործիք է, այլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու գործիք, որ 29743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանը ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք պետությունն է եւ մեր վերջնական հանգրվանը որպես ժողովուրդ։ Արդեն այսօր սա կարող եմ ասել բարձր եւ վստահ։ Մենք մեր պատմության գագաթնակետին, կուլմինացիային ենք հասել եւ մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատեվությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել։ Իսկ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, գոյություն են ունեցել միշտ։ Բայց ռիսկերը եղել են շարունակական, որովհետև չենք տեսել եւ հետեւաբար չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու եւ չեզոքացնելու հնարավորությունը։ Իսկ այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք եւ այս համատեքստում են տեղավորվում այն քայլերը, որոնք ձեռնարկում ենք վերջին տարիներին։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ,
սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում, խաղաղության խաչմերուկ նախագիծ, այս բոլորը քայլեր են, որոնք պետությունը եւ նրանում ազատ, անվտանգ եւ բարեկեցիկ ապրելու քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում, ամենից բարձր եւ առաջնահերթ։ Ու սա է մեր ռազմավարությունը, ու սա մեր հարգանքի մեծագույն տուրքն է մեր բոլոր նահատակներին։ Երկրի ղեկավարի խոսքով այսօր Հայաստանում մի նոր սոցիալ-հոգեբանական հեղափոխություն է տեղի ունենում, որն առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018-ը, ու այն եւս ավարտվելու է ժողովրդական հաղթանակով։ Այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայինորեն ճանաչված մեր պետությունը եւ մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է։ Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է։ Ընդդիմությունը այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է նշանակում հայրենիքը պետությունն է կարգախոսը եւ ինչ բացատրություն ունի։ Իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն 6 տարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը Պարսկաստանը։ Հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը Օսմանյան կայսրությունը։ Հայրենիքը Հայաստանը, պետությունը ռուսական կայսրությունը։ Հայրենիքը Հայաստանը, պետությունը Խորհրդային Միությունը։ Եվ ինչպես Պարս թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը սիրելի ու խեղճ ու կրակ։ Ու այս սոցիալ հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս, ատելություն պետության եւ նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ եւ անկանոն սեր հայրենիքի նկատմամբ։ Վարչապետը շեշտում է, այսօր մենք պետություն ունենալու այնպիսի շանս ունենք, որ չենք ունեցել երբեք։ Այդ շանսն օգտագործելու համար նրա նախ պետք է հաղթահարել պետության նկատմամբ ունեցած մնացորդային ատելությունը, որ ձեռքբերովի ռեֆլեքսի նման ուղեկցում եւ առաջնորդում է մեզ։ Նաեւ պետք է ամեն ինչին նայել պետական շահի տեսակետից, ընդունելով եւ ճանաչելով այդ շահի գերակայությունը։ Իսկ պետական շահը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, տնտեսական զարգացումն է, որովհետև միայն տնտեսական զարգացմամբ է հնարավոր իրագործել այն հայեցակարգը, որ պետությունը քաղաքացու բարեկեցության գործիք է, այն ըմբռնմամբ, որ բարեկեցության մեջ մտնում են կենցաղային ապահովությունը, առողջությունը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը։ Միայն տնտեսական զարգացման միջոցով է հնարավոր ապահովել կենցաղային ապահովություն, առողջություն, ազատություն, արդարություն, անվտանգություն։ Իսկ տնտեսական զարգացման համար հարկավոր է խաղաղություն եւ օրինականություն։ Իսկ այս ամենը ապահովելու համար հարկավոր է կրթություն եւ աշխատանք։ Աշխատանք եւ կրթություն։ Սա է ողջ բանաձևը։ Վարչապետը խոսել է ինքներս մեր ճակատագիրը որոշելու համար մեր ասելիքն ունենալու կարևորության մասին։ Այնինչ մեզ հաճախ հետաքրքրել է, թե ինչ են ասում ուրիշները, ինչ են ասում այլ մայրաքաղաքներում։ Իսկ մենք ասում ենք. Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ինչու եւ ինչպես Փաշինյանն ասում է, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, ընդ որում ոչ միայն քաղաքական, այլև իրավական մակարդակում։ Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը երկու երկրներում բարձրագույն իրավական ուժ ունի եւ այդտեղ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով կողմերն այդ հռչակագիրն ըստ էության դարձրել են ընդհանրապես հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք։ Եվ ուրեմն Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը եւ հայտարարում են պաշտոնապես Հայաստանի կառավարությունը չի անելու հայտարարություններ եւ գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը։ Եվ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը
չանել հայտարարություններ եւ գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը։ Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին, շարունակեց վարչապետը։ Նշեց Հայաստանը պատրաստ է միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին։ Աշխարհն ամենօրյա ռեժիմով փոխվում է եւ եթե չկարողանանք հարմարվել փոփոխվող աշխարհին, պարզապես դուրս կմնանք նրանից, արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։ Աննա Զախարյան, լուրեր։